Բարև ձեզ, ես Ինեսան եմ, Pure Pilates by Inessa ակումբի համահիմնադիրը, ակումբ, որը հանդիսանում է Հայաստանի առաջին և միակ մասնագիտացված Պիլատեսի դպրոց ստուդիան։ Սիրելի հետևորդներ, այսօրվա իմ հյուրն է Content Creator Սոնան։ Ողջույն Սոնա ջան, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Հիմնականում կան հարցեր, որ բոլոր հյուրերին այդ նույն հարցերը տալիս եմ եւ ինձ իսկապես հետաքրքիր են այդ հարցերի պատասխանը։ Կասես, որտեղից դու գտար մեր ակումբը, առհասարակ գիտեիր Պիլատեսը ինչ է, այդ ճանապարհը դեպի մեր ակումբ, դեպի Պիլատես, կպատմես։ Նախ շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Ուրախ եմ գտնվել ստուդիայում, բայց արդեն մի փոքր այլ ֆորմատով։ Ստուդիայի մասին իմացել եմ որպես ոնց որ առաջին Պիլատեսի ստուդիա, կարծում եմ այդ ընթացքում բոլորն էին խոսում, որտեղ տենց շատ մեծ բումով մտակ շուկա։ Ամառը հրավեր ստացա մասնակցել միջոցառման։ Այդ օրը առաջի անգամ եկա, վստահ էի, որ շատ թեթև է իմ մոտ այդ ամեն ինչը ստացվելու, բայց ինձ ոնց որ challenging էր շատ, որովհետև իմ համար որպես սպորտի մեջ լինող մարդ բավականին դժվար էր, ու ես ոնց որ իմ դիմաց պայման դրեցի, որ հասնեմ այն կետին, որտեղ Պիլատեսը ինձ մի փոքր ավելի հեշտ կտրվի, քան իմ մկանները պատրաստ էին այդ ընթացքում ու ամառվանից սկսած շաբաթական 3 անգամ առանց բաց թողումների եկել եմ ու արդեն հասել եմ ինչ-որ կետի, որտեղ Պիլատեսը հեշտ չի կարա երբեք դրվի, բայց ինչ-որ ձևով արդեն ավելի հեշտ եմ վարժությունների հետ ու իմ մկանների հետ։ Հիշում եմ, բայց վերջի դասին դու ինձ մի հատ նախադասություն ասացիր, ասիր Ինեսա, հազիվ սկսել եմ մի բանը ստացվել, մեկ էլ դու ավելի դժվար բան ես տալի ու նորից սկսում է այդ նույն ճանապարհը, ինձ թվում է դա պետք է հետաքրքիր լինի նաև, այսինքն դրանից դուք չեք ձանձրանում նաև։ Հենց այդ է ստիպում ինձ թվում է գալ, որ ամեն մի դասին, որ քեզ թվում է դու արդեն ինչ-որ բան հեշտ ես անում, հաջորդ դասին դու ինչ-որ նոր բան ես սկսում սովորել ու այդ մկանի հետ սկսում ես ավելի ուրիշ ձև աշխատել ու այդ ամեն ինչն է ստիպում, որ դու ամեն հաջորդ դասին ավելի մեծ ուժով ես գալիս պարապմունքի, ավելի մեծ տրամադրվածությամբ ու ինքդ քո մկանները ու քո միտքը կառավարելու ավելի մեծ հմտությունով ինձ թվում է։ Սոն, նենց լավ բան ասեցիր, որտես ասեցիր առաջի անգամ որ եկա, ես արդեն շատ մարզված եմ եւ չէի սպասում, որ օրինակ դասը իրական մեծ արտահայտությունը ես շատ շատերից եմ լսել։ Շատ ունեցել եմ հաճախորդներ, որոնք եկել են ու ես երբ որ ասել եմ դե դուք որպես սկսնակ օրինակ, նույն սկսնակ դա չի նշանակում, որ դուք հեշտ բան եք անելու, գիտես, ամենաֆունդամենտալ վարժությունը Պիլատեսում շատ բարդ է, եթե իրան անում ես ճիշտ բոլոր իր նյուանսներին հետևելով։ Բայց ես զգացել եմ, որ ունեցել եմ հաճախորդներ, որոնք նեղացել են, բա ոնց, Ինեսո ջան, մենք արդեն քանի տարի է ջիմ ենք գնում կամ ինչ որ մարզաձևով զբաղվում ենք, ու ես հենց մտքումս ասել եմ, լավ, ոչինչ, դասի վերջում կխոսենք, մեկ էլ դասի վերջում ինձ մոտենում են, սենց մի տեսակ սենց բան եղած, զարմացած, բայց Ինեսա ջան, բայց ախր մենք այսքան տարի մարզում ենք, ինչի՞ չկարողացանք, եղածը ինչ էր, սեփական քաշով աշխատանք, դա համար ես միշտ ասում եմ, եթե դուք Պիլատեսին առաջի անգամ եք, մի կողմ եք դնում այդքան տարիների ձեր արած, ես ինքս եմ այդպես սկսել։ Երբ որ ես առաջի անգամ վերապատրաստում էի անցնում Ռուսաստանում Պիլատեսի, ես մանկուց մարզվող մարդ եմ, ես Ինքա դժվար է։ Գնացի այդ դասին ու ես ահավոր էի ասեն զարմացել, լավ ոնց կարելի է, ոնց ինչի ես չկարողացա։ Դա համար այդ զարմանքը իմ համար իրականում ծանոթ է, չեմ զարմանում, որ այդ նախադասությունը շատ շատերից եմ լսում։ Եվ իրականում ոչ թե հետագայում ինքը ավելի հեշտ է դառնում, ուղղակի նախ ավելի հաճույք է ստանում, որտեղ այդ տեխնիկան դու ավելի վայելում ես։ Ես էլ մեջև հիմա մարզվում եմ եւ ես բնական է գրիպկը վադիե ոնց որ Պիլատեսում, բայց մեկ է ես այնքան այդ նյուանսները դիտալ որ ճիշտ անում ես, դու ուղղակի հաճույք ես ստանում արդեն այդ դժվարությունից, ոչ թե ինքը ու միշտ հաճախորդներին ասում են, որ եթե դուք հեշտ եք անում շարժումը, հաստատ իմացեք, որ դա որտեվ չի կարա Պիլատեսը աշխարհի բարդագույն դասերից մեկն է սեփական քաշով աշխատելով։ Չէ, այդ առումով հաստատ համաձայն եմ, որովհետև այդ առաջին ամիսը, որ ես գալիս էի ու ես տարիներ շարունակ ոնց որ սպորտով եմ զբաղվել ու ես շատ վստահ էի իմ ուժերի վրա սենց ասած, բայց Պիլատեսը ոնց որ քեզ մի անգամ եւս ոնց որ քո տեղն է ցույց տալիս, որ ամեն ինչը արագության մեջ չի, ամեն ինչը, չգիտեմ, քաշերով շատ ծանր պարապմունքների մեջ չի, ուղղակի դու կարաս շաբաթական մի քանի անգամ տրամադրես մի ժամով քո մարմնին ու բացի մարմնից իմ համար շատ կարևոր է նշել, որ հոգու ու մտքի հանգստությունը, որտեղ այդ ընթացքում դու երաժշտություն բարձր չես լսում, դու ոնց որ ինքդ քո մտքերի հետ մենակ ես մնում մի ժամ, ինչքան էլ որ դու շարժման մեջ ես այդ ընթացքում գտնվում, բայց այդ դանդաղությունը ու քո մարմնի
մարմնի քաշով հատկապես զգալու ամեն ինչը ինձ թվում է բացի ֆիզիկականից նաև օգնում է որ դու քո ոնց որ այդ շերտը գլխում գտնվող իրա վրայով էլ մի անգամ անցնես դրա համար իմ համար պիլատեսը չի ասոցացվում միայն ոնց որ մարմնի գեղեցիկ կառուցվածքի հետ, այլ ինչ որ չափով նաև հոգու, որովհետև այդ դանդաղությունը ու այդ լռությունը, այսինքն մենք մենակ քո ձայնն ենք լսում, այսինքն այդ կենտրոնացումը նաև, որտեվ հիմա շատ դժվար է կենտրոնանալ շատ բաների վրա, շատ ինֆորմացիայի ու արագությունից ելնելով կյանքի, հա, ռիթմի, բայց պիլատեսի ընթացքում իմ համար տենց որ համ հոգու վրա եմ ես աշխատում, համ դե իհարկե մարմնի ու արդյունքը Սոն դու մի հատ շատ կարևոր փուլ ես անցել, պարզվում է, որովհետև վերցնենք որ դու ոնց որ դեռ սկսնակ ես պիլատեսում, բայց դու կարողացել ես այդ փուլին հասնես, որը շատ կարևոր, որովհետև մարդկա կարող է մի տարի գա, ինքը դեռ չկարողանա դրան հասնի, որ գիտեք նրա մեջ չի որ անպայման պետքա ծանր։ Մենք ունենում ենք հաճախորդներ, որ ասում են, չէ, ծանր դրեք։ Ինքը շարժումը սխալ է անում, բայց ինքը ստիպում է մարզիչին, ասում է ծանր։ Բնականաբար մենք չենք ենթարկվում այդ ամեն ինչին, որովհետև դու պետք է առաջին հերթին շարժումը ճիշտ անես։ Սխալ անելուց իրանց ճիշտ հեշտ ատվում եւ դա համար իրանք սկսում են մեզանից քաշել ուզել։ Եվ նաեւ դրա մասին էլ կուզենամ խոսել, որ ոչ ամեն մարզումն է, որ օրինակ հաճախորդ կա ծանր կարող գնա ինչ որ դասի, շատ ծանր իրան վարժություններ տան, ինքը մի շաբաթ չկարողանա շնչի։ Պիլատեսում տես բան գոյություն չունի, այսինքն մարզիչը հակառակ այնպես է անում, որ դուք առաջի դասին այնքան գրագետ ու ճիշտ աշխատանք տանեք, որ դուք մինիմալ մյուս օրը այդ ցավելը զգաք, որովհետև ես կարամ ձեզ տան վարժություն, ամենա այն բարդ վարժությունը տամ, ինձ մեկ լինի, լավ է անում, վատ, թող բռնվի ու այդ սխալ կարծիք էլի, որ իր մոտ տպավորություն կլինի, ահա բռնվել եմ, ուրեմն այդ շատ լավ դաս է, չէ։ Դա ոչ գրագետ մոտեցում է քո մարմնին, քո մկաններին, քո հոդերին, քո ողնաշարին առհասարակ, որովհետև չի կարելի միանգամից առաջի օրը այդքան շատ ծանրաբեռնել։ Դա ստրես է մարմնի համար, այդ ցավերը այդ մի շաբաթ որ չի անցնում, դա նորմալ երևույթ չի։ Այդ ամեն ինչը պետքա շատ գրագետ, շատ քայլ առ քայլ, ու մենք էլ երբեք չենք սկսում դասը սկսնակներից, սկսում ենք ամենա ֆունդամենտալ լեվելը, եւ թե ֆունդամենտալը լավ է, նոր անցնում ենք intermediate, նոր երբ որ ես տեսնում եմ դուք այդ ամեն ինչը լավ յուրացրել եք, զգում եք, գիտակցված եք աշխատում, ինչ այ քո խոսքերի մեջ կար, դա ամենակարևորն է, որ մի հատ շարժումը այստեղ ենք դեռ անում, հետո նոր արդեն փոխանցում ենք մարմնին։ Նաև դու նշեցիր, որ դու բավական երիտասարդ ես, իմ երեխայի տարիքի ես, բայց ասացիր, որ արդեն շատ տարիներ մարզում ես։ Ինձ դա իսկապես հիացնում է, որովհետև երբ որ մարդիկ ինձ նայելով հիանում են, ինձանով շատ շատերը, ես շատ շատերին մոտիվացնում եմ, ուժ եմ տալիս, ստիմուլ եմ տալիս, շատ կարևոր է այդ դա սկսել հենց քո տարիքից, որովհետև բնականաբար ես մի տարում չստացա, բնականաբար ես էլ եմ շատ վաղ տարիքից սկսել մարզվել, բայց պիլատեսը իմ համար մի ուրիշ աշխարհ էր, բայց դա չի նշանակում, որ ես ասում եմ, որ իմ տարիքում մի սկսեք մարզվել։ Մարզվել պետք է սկսեք ցանկացած տարիքում, երբեք ուշ չի, առհասարակ ոչ մի բան սկսելը երբեք ուշ չի, ու դու հիմա, որ այ քո 20-ականներում մարզվում ես, ո՞նց ես քեզ պատկերացնում իմ տարիքում։ Ես 40-ն անց եմ։ Շատ մեծ հույսով, որ քո տարիքում կլինեմ քո կառուցվածքին մոտ ինչ որ ձևով, որովհետև ինձ թվում է, նո այդ երևի իմ մեջ մանկությունից է դեռ մտած, որ ոնց որ գեղեցիկ կազմվածքը ոնց որ իմ համար ամենաառաջնային տեղերում է գտնվում, այսինքն ես դրան հավասար ինչ որ նպատակ, այսպես ասած, իմ կյանքում կարելի ասել չունեմ, ունեմ այլ նպատակներ, բայց իմ համար մարմինը, հատկապես աղջկա, նույն իհարկե տղաներինն էլ, բայց աղջկա մարմինը միշտ պետք է լինի խնամված, իսկ խնամվել ասելով ես հասկանում եմ պիլատես, սպորտ, այսինքն դա ուղղակի գեղեցիկ հագուստի մասին չի, ու պիլատեսը շատ օգնում է, որ միտքը ու մարմինը իրար հետ գարմոնիայի մեջ լինեն։ Իսկ ինչ որ բան եթե գարմոնիայի մեջ է գտնվում, այդ արդեն ոնց որ չի կարա այդտեղ վատ ինչ որ բացասական դեր ունենա։ Իսկ վաղ սկսելը ոչ մի բանի համար ուշ չի, երբ որ ուզում ես քո վրա ինչ որ փոփոխություն ունենաս, երբեք ուշ չի սկսելը, բայց եթե կարաս ինչ որ բան սկսես այսօրվանից երկու շաբթին ինձ թվում է պետք չի սպասել, հա, եթե այսօր դու մտածում ես, ուզում ես, չգիտեմ, գնա սպորտի, այսօր գնա, արա թեթև քաշերով ու պետք չի քայլ առ քայլ, օրինակ ես շատ լսում եմ, ոնց որ իմ ընկերները ասում են, ոնց որ միանգամից, ոնց որ մենք էլ ենք ուզում այդ տենց միանգամից, ոնց որ ես փորձում եմ բոլորին բացատրեմ, որ այս իրոք ոչ թե ամիսների, ոչ թե տարի, իրոք շատ երկար տարիների արդյունք է, որ ինձ այսօր ես իմ մարմնի մեջ լավ եմ զգում,
ես ունեմ այն մկանները, այն ամեն ինչը համբերատարությունը, որը ես ձևավորել եմ սպորտի պիլատեսի շնորհիվ, որտեղ Սոն, իսկ մաման մարզվում է։ ոչ Իսկ օրինակ մամային գնում ես, պատմում ես, ասում ես, մամ, իմ մեր մարզիչը տարիքի է, ո՞նց է։ Ինես բոլորին։ Ես լուրջ եմ ասում, հատկապես մի քիչ ավակ սերնդի իմ, չգիտեմ, ընկերների, հարազատների, բարեկամներին, ես երևի տենց օր չկա, գոնե մեկին, ոնց որ սենց չփորձեմ ինչ որ խոսամ այդ թեմայով կամ ինչ որ կոմպլիմենտ ստանալուց հետո ես բոլորին ասում եմ, որ ինչի չեք գնում, պետքա գնաք, պետքա սիրեք ու մարդկանց մեջ արդեն սկսել եմ զգալ, որ մտնում է այդ մշակույթը, որ ամեն ինչը օրինակ մենակ տան գործով չի կամ մենակ հոգատարությամբ չի ու այդ մամայիս էլ եմ ասում, չգիտեմ, քուրիկներիս էլ եմ ասում, ում հնարավոր է հասցնում եմ, ես այդ մասին ուզում եմ ասեմ, որտեվ հնարավոր է մի փոքր ես էլ ինչ որ մեկին ինչ որտեղ մոտիվացնեմ։ Ունենաս, այո։ Սոն, բայց իրանք հավատում են, չէ, որ դա օրինակ մենք ունենք շատ ինֆլուենսերներ, շատ բլոգերներ, որոնք իսկապես մեր հաճախորդներն են։ Իրանք իսկապես մեզ ընտրել են, ոչ թե դա համագործակցություն է, ինքը չի ուզում այդ ակում գնա, բայց ստիպված է, որովհետև դա իր աշխատանքն է, նա գումար է վաստակում, իսկ դուք բոլորդ մեզ ընտրել եք, դուք բոլորս գալիս եք, ես հուսում եմ, որ բոլորը հավատում են, որ դու իսկապես այս ամեն ինչը սիրում ես, այլ ոչ թե գովազդում ես։ Նու այն էմոցիաները, որով դու պատմում ես, ես կարծում եմ, չհավատալ այդ ամենին ուղղակի հնարավոր չի։ Չէ, անհնար է ինչ որ բան, որը կապված է իմ մասով կարող եմ ասել, եթե ինչ որ բանը կապված է իմ ավելի լավ տեսակի հետ, դա ոչ մի ձևով չի կարա ասոցացվի համագործակցությամբ, որովհետև ինչ որ մի բան, եթե դու ստիպված ես անում, դու երբեք արդյունքի չես հասնի, իսկ արդյունքը շատերը տեսել են եւ պարապմունքների ընթացքում եւ պարապմունքներից դուրս ու ինձ շատ դուր է գալիս, որ օրինակ ներքևում հանդերձարանում աղջիկները իրար չեն ափսոսում լավ բաներ ասել։ Շատ աղջիկները իրար կոմպլիմենտներ են անում ու վստահ եմ ոնց որ այստեղից պիլատեսի տեղից դուրս գալուց հետո էլ իրանք այնքան ներդաշնակ են իրանց հետ լինում, որ իրանք այդ լավ դրականը փոխանցում են նաև իրանց ծանոթներին կամ աշտավայրի ընկերներին, որովհետև պիլատեսը այնքան միտքը ճիշտ մարզում է, որովհետև ես չեմ հավատում, որ դու կարաս օրինակ պիլատեսի սիրահար լինես ու քո միտքը սխալ աշխատի կամ ինչ որ չար աշխատի կամ ինչ որ այտենց չաշխատի, ոնց դու տեսել ես։ Սոն, իսկ օրինակ ձեր սերունդը, դուք ավելի են գնում եք թրենդի հետևից, օրինակ թրենդա կգնանք, թե դուք իսկապես կարողանում եք գտնեք այն ինչը որ ձերն է, այն ինչ որ սիրում եք, այն ինչը որ օգտակար է։ Օրինակ, եթե պիլատեսը վատը լիներ, բայց թրենդ լիներ։ Չնայած ինքը եւ լավն է եւ թրենդը դու կգայր այդ ժամանակ։ Այո, անպայման։ Ես երբեք թրենդի հետևից չեմ ընկնում, կապ չունի դա ինչին է վերաբերվում, որովհետև ինչ որ մի օր այդ թրենդը էլ թրենդ չի լինելու, բայց հիշել քո ոնց որ առողջության մասին, մարմնի գեղեցկության ու մտքի գեղեցկության, դա պետքա ամեն օր ոչ թե ինչ որ ժամանակահատված, երբ դա թրենդ է։ Ճիշտ է, պիլատեսը ոնց որ այս վերջերս է Հայաստանում շուկան վերջերս է եկել ու նոր են աղջիկները, տենց երևի այս սիրուն աութֆիտերը, հետաքրքիր պայուսակները, ինչ որ sense matcha latte girl, pilates girl-ը նոր է եկել Հայաստան, նոր է եկել շուկա, բայց ես շատ մեծ հույս ունեմ, որ այդ տրենդի հոսքով չի գնա, այսինքն չի ավարտվի ինչ որ մի օր, որտեվ այն մարդը, որ կսկսի զբաղվել պիլատեսով, ինքը հաստատ էլ արդեն տրենդի մասին, ակտուալության մասին կմոռանա, որտեվ հենց մտնում ես, ինքը ոնց որ sense էլ չես կարա դուրս գաս դրա մեջից։ Իրականում այո, երբ որ պիլատեսը սիրում ես, ինքը իսկապես դառնում է շատ մեծ կախվածություն ու առանց պիլատեսի չես կարող ապրել։ Սոն, դու ահա որ էներգիայով լի մարդ ես, շատ sense դաժե վարակիչ է դառնում։ Օրինակ ես շատ անգամ լսել եմ արտահայտություն մարդկանցից, որ ոչ թե իմ հաճախորդներից, բնականաբար մեր մոտ այդ չկա, որ ինչ որ մեկ օրինակ մեր մոտի հաճախորդը ինչ որ մեկ ասել, վայ դե չէ պիլատեսի կձանձրանամ պիլատեսին, կհոգնեմ, իրանց թվում է որ պիլատեսը ինչ որ դանդաղ, ձանձրացնող, կողքից բնականաբար այդ տպավորությունն է թողնում, դու որպես այսենց չափազանց էներգիայով լի մարդ, խնդրում եմ մի հատ այն մարդկանց, որոնց թվում է որ այս դասը ձանձրացնող, հոգնածնող sense դաս է, մի հատ խնդրում եմ ճիշտ ձևակերպես ու խորհուրդ տաս եւ ներկայացնես, որ նա բացարձակ այդպեսին չի։ Ինչի իմ համար այդպեսին չի, որտեվ ընկերներ, բոլորը գիտեն, որ sense մի քիչ էներգիայով շատ ավելի մարդկանց, ավելի շատ է պետք ինչ որտեղ լիցքավորվել, որովհետև մենք չափից ավելի շատ ենք տալիս դրական էներգիա ու կապ չունի դրական, ընդհանուր էներգիան մենք շատ ենք փոխանցում ու անկախ մեր ցանկությունից, բայց ինչ որ միտեղ մենք էլ ենք ինչ որտեղ ուզում լիցքավորվենք։ Ու այդ իմ համար այդ լիցքավորման աղբյուրը պիլատեսն է։ Այդ դա հանգստություն չի, հաստատեցնում եմ, որովհետև երբ որ դու ամբողջ մի ժամը իրոք գլխից մինչև այն որ ամենաներքևի մկան դու զգում ես,
այդ ընթացքում դու չես կարա քո միտքը չի կարա հանգստանա ու քո մարմինը չի կարա հանգստանա նշանակում է դա ամեն ինչը չի որ արագության մեջ է գեղեցիկ ու ձանձրանալ այդ ընթացքում անհնար է իրոք անհնար է մի անգամ իմ տղայի ընկերներից մեկը մի հատ աղջիկ է Ռուսաստանից էր եկել եկավ ասեց վայ ես գնում եմ Մոսկվայում պիլատեսի ու ես մի հատ հարց եմ տալի այդ հարցի պատասխանից ես արդեն հասկանում եմ ինքը ճիշտ տեղ է գնում թե չէ որտեվ ինչպես Հայաստանում նույն ձև Ռուսաստանում ու շատ այլ երկրներում կան լավ մասնագետներ, վատ ոչ թե վատ մասնագետ, չեմ ասի վատն են, որտեվ բոլորս է ինչ որ ժամանակ սկսում ենք ու բոլորս է սկսնակ ենք, ես էլ եմ սկսնակ եղել ու այն ինչ որ հիմա եմ բնականաբար ու 15 տարի առաջ նույնը չի։ Ու երբ որ ես այդ հարցը տվեցի, ասեցի, իսկ ինչ եք զգում պիլատեսի դասը, օրինակ ոնց կնկարագրեք, ասեց, ես ինձ ռելաքս եմ լինում այդ դասին։ Ես հասկացա, որ ռելաքս ոչ է բնականաբար կարա միտքդ հանգստանա այս աշխարհից, չգիտեմ, լուրերից, քո աշխատանքից, բայց ոչ թե հանգստանա, այլ կենտրոնանա քո աշխատանքի մեջ, դու կտրվես աշխարհից ու այդ ժամը նվիրես քեզ, բայց իր ասացի մեջ այն էր, որ ես գնացել եմ այդտեղ թուլանալու, ես ասի դուք սխալ պիլատեսի եք գնացել, անպայման փոխեք ձեր ակումբը, գնացեք ուրիշ տեղ, որովհետև շատ սխալ կարծիք են կազմում պիլատեսի մասին, երբ որ ճիշտ տեղ չես ընկնում։ Երբ որ օրինակ սթրեչինգի դաս են վաճառում, բայց ասում են դա պիլատես է, երբ որ չգիտեմ, ուրիշ մարզաձևեր են, ինչ որ ուրիշ բաներ են անում, ասում են պիլատես է, դու այդ մարդուն չես կարող համոզես, որ տարբեր բաներ է, այն չի ինչ որ դու ես, դա համար անպայման պետքա գալ, մի հատ փորձել ու դա զգալ, որովհետև կողքից նայելով էլ չես կարող, որովհետև կողքից նայելով հատկապես եթե մասնագետն է վարժությունը ցույց է տալի, քեզ թվում ոյ, ինչ հեշտ է, հեսա ես 1-2, հա, իսկ ամենամեծն է դու շատ լավ բաներ ես ասում, այնքան ճիշտ ես նկարագրում այդ փոփոխությունները, քո համար ամենայն հետաքրքիր փոփոխությունը, որը քեզ զարմացրեց, լավ, սենց էլ կարելի է, օրինակ այն որն է ամենատպավորիչ է եղել պիլատեսում քո համար, ամենամեծ տրանսֆորմացիան։ Ամենամեծը, որ ես հասկացել եմ, որ ես այս կյանքում ինչ-որ բան կարամ դանդաղել անեմ, ու հետից այնքան ուրախացրել, որ ես այդ դանդաղի մեջ նենց մի հատ մեծ արդյունք եմ տեսել, ինձ վրա հենց, որ ուրիշ ոչ մի բանը այս շրջանում ու այս շրջանից առաջ ես չեմ զգացել։ Այսինքն ես սկսել եմ դանդաղ ժամանակի մեջ ինչ-որ ընթացք ապրել, երբ որ ես շատ ակտիվ, շատ sense անհամբեր մարդ եմ, երբ որ ես ինչ-որ ժամանակ առաջ, բայց ես շատ ճիշտ ժամանակ եմ ուղղակի ընտրել պիլատեսը, որտեղ եթե ես սա ընտրեի 2-3 տարի առաջ, ես հնարավոր է այն մարդկանց, այն մարդկանց դասին պատկանեի, որ ասեի, ոյ, մի քիչ շատ դանդաղա ձանձրելի է, կարևոր է, երբ որ դու ճիշտ ժամանակ ընտրես նաև պիլատեսի հաճախելը։ Իրական շատ հասուն մարզաձև է, հասուն ինչ առումով, օրինակ կա մանկական պիլատես, որը ճիշտը որ ասեմ, ես չեմ ընդունում, որովհետև երեխաները, չէ, օրինակ մեր դպրոցը, որի ներկայացուցիչն է իմ ստուդիան, մենք մեր դպրոցում չունենք։ Իմ համար երեխան չի կարա այդ գիտակցված այդ աստիճանի գիտակցված իր միտքը օգտագործի դասին։ Չնայած ունեցել եմ եզակի դեպքեր 10-12 տարեկան աղջիկներ, որոնք կարողացել են այդ ամեն ինչը զգան, բայց դա 1000-ից 1 կարա լինի։ Այդ գիտակցվածությունը իսկ ինքը ուզում է գիտակցված աշխատանք, այսինքն սա այն մարզաձևը չի, որ 1-2 աջ ձախ բարձրացանք իջանք ու գնացինք ու նույնիսկ այն ասել քեզ կարանք ականջակալները երաժշտությունով, դա այդ դասը չի, ինչը որ դու իհարկե արդեն փաստում ես քո ասելով, հա։ Ամեն դասի վերջում սպասում եմ, որ sense մի ակնթարթ sense իրար աչքերով նայեն, ես քեզ ինչ-որ հարց տամ։ Օրինակ ինձ հետաքրքիր է նախ ես հիանում եմ ամեն դասին քեզնով, քո էներգիայով ու այն ուժը, որ դու ունես ու փոխանցում ես, անկեղծ եմ ասում, բոլորիս, ինձ հաստատ փոխանցում ես, որ ես մի հատ sense ասում եմ, լավ, ես 4-րդը չանեմ, հետո sense մի քեզ եմ նայում, ասում ո՞նց կարամ 4-րդը չանեմ, 6, 5, 7 sense անդադար դու ոնց որ չես ստիպում, բայց համել ոնց որ բան չանելով ստիպում ես, որ մարդը մինչև վերջ հասնի այդ արդյունքին։ Ուզում հասկանամ ինչ որ տարիներ հետո, որտեվ դու ինձ առաջին հարցը տվեցիր, ես ուզում եմ հասկանամ, ես տարիներ հետո ոնց կարամ իմ այդ ուժը, էներգիան չկորցնեմ ու
նույն ձև շարունակեմ մնամ, որտեվ sense նայում եմ ուզում եմ նույն ձև լինի։ Սոն, ուրեմն նայ, նախ ասեմ դու ոչ թե կորցնելու ես, դու ել ավելի ես ունենալու։ Այդ ինչ որ հիմա դու քեզ տեսնում ես, ինքը անսպառ է դառնալու։ Այսինքն ոչ թե մենք տարիքով կմեծանանք ու կսկսի դա նվազել, ես պիլատեսով անձամբ ին վրա այդ ամեն ինչը զգում եմ։ Ես այն էներգիան ինչ որ ունեմ հիմա, ես 20 տարի առաջ չեմ ունեցել։ Այն ուժը, որը ես ունեմ, չէ 20 տարի առաջ ես եղել եմ 25 տարեկան աղջիկ, բայց ես երդվում եմ, ես իսկապես ինձ հիմա ել ավելի երիտասարդ եմ զգում։ Իմ մոտ տպավորությունն է, որ ես ամեն տարի ավելի երիտասարդանում եմ։ Իմ էներգիան, իմ բոլոր մեր ստուդիայի բոլոր աշխատողները զարմանում են, իմ հաճախորդն ասում են, լավ, ոնց կարելի է ու դա իրոք ինձ պիլատեսն է տալի։ Երբ որ ես ունենում եմ երկար օր, առավոտ օրինակ 8-ից ես մինչև երեկոյան 8-ից կես աշխատում եմ։ Երբ որ ես ցերեկը մի հատ իմ մատ պիլատեսի դասը ձեր հետ անում եմ, ես մի հատ ռիստարտ եմ լինում։ Ես եթե չանեմ, ես մինչև երեկո չեմ դիմանա։ Ես արեցի այդ դասը, ինձ էներգիա տվեց, ես սկսեցի, շարունակեցի։ Երկրորդը միտքը շատ ճիշտ աշխատացնում եմ ես։ Օրինակ, որ սկսնակ մարզիչ էի, շատ էի հոգնում, որովհետև ես դեռ սկսնակ էի, ես չգիտեի ոնց ճիշտ օգտագործեմ իմ էներգիան, ես չգիտեի որտեղ կարելի է կանգնել, որտեղ կարելի է շարժվել, իսկ հիմա այդ ամեն ինչում արդեն այնքան մեծ փորձ ունեմ, եւ ամենակարևորը, որ ես կարողանում եմ շարժվելով ինձ նորից լիցքավորել։ Ինձ ոչ թե պետքա նստեմ հանգստանամ, որ էներգիա գա, հակառակը, ինձ պետքա ես դասս անեմ, որ իմ էներգիան հետ գա։ Ու նույնիսկ հանգստանալու ես երբ որ առաջ գնում էի, միշտ մտածում եմ, դե լավ, մի շաբաթ թող հանգստանամ Արմինես, ես զգում էի ոնց որ ես հակառակ այդ մի շաբաթը ծերանում եմ։ Ու դրա համար որոշել եմ էլ երբեք ես նույնիսկ հանգստի տեղը անպայման մի ժամ, 2 ժամ ես գտնեմ, մարզվեմ, որ ես էներգիա ունեմ մնամ այդ հանգիստս վայելելու, որտեվ հետո հետ եմ գալիս, զգում եմ այն առաջի օրը այնքան դժվար է, այնքան ցումա, դու ոչ մի բան չես արել, չէ, դա անսպառ էներգիա ու ես իմ նպատակը ես միշտ իմ մարզվողներին եմ ասում, որ դուք մի սպասեք, որ ձեր մարմինը, չգիտեմ, չէ, ուրիշ բան է, բնական է լավ ֆորմայի մեջ ես ամենակարևոր բանը, որ դա պահես։ Ես հիշում եմ այս վերջերս ինձ մեկը մի հատ դեպք պատմեց Instagram-յան մի հատ մարզիչ էր, որ հիմա ինչ որ տրենդ էր, հիշում ես 2016 ու 26։ Հա, ահա։ Ու ինչ որ մի հատ մարզիչ նկար էր դրել, որ իր 16 թվի նկարը ու 26-ի ու բոլորը տակից գրել էին, բայց ոչ մի բան չի փոխվել։ Բա հենց լավ է դա, որ չի փոխվել, այսինքն դու դուրս ա գալի 10 տարի մեծացել ես, բայց դու մնացել ես նույն լավ քո ջահել ժամանակում ֆորմայի մեջ, դա իրականում հրաշք է։ Այսինքն իմ նպատակ օրինակ հիմա պիլատեսով ես այս ինչ որ ունենամ 10 տարի հետո, ունենամ 20 տարի հետո, սրանից ավել էլ կունենանք, որտեվ ես օրինակ ամեն տարի ինձ թվում է, վաու, ես այս ինչ սուպեր ֆորմայի մեջ եմ, մեկ է մյուս տարի ես զգում եմ ոնց որ չի ավելի սուպեր ֆորմայի մեջ եմ, լուրջ եմ ասում, ու ամենակարևորը, որ ես չեմ կորցնում այդ էներգիան իմ մոտ չի կորում, իմ մոտ ավելի ավելանում է, ես դեռ ունեմ այնքան բան սովորելու պիլատեսում, այդ էներգիաս ինձ պահում է, դեռ կան վարժություններ, ես օրինակ աշնանը մասնակցեցի մենտոր ծրագրին, այնտեղ մենք անցել ենք շատ սուպեր դժվար վարժություններ, որոնց վրա ես այս տարի պետք է աշխատեմ։ Դա մի օրվա, մի ամսվա աշխատանք չէ, մի քանի ամիս պետք է օրինակ մի հատ վարժություն մարզեմ, որ ես կարողանամ այդ վարժությունը իդեալական անեմ։ Ոչ թե պարզա հիմա ես կվերկանամ, կանեմ, բայց որպեսզի հասնեմ իդեալականի ու կարևորը ես այդ ուժը ունենում եմ, ես պահում եմ, ես կարողանում եմ ել ավելի բարդ բաներ անեմ այսօր։ Ես մյուս տարի գնալու եմ ավելի բարդ կուրսի, այսինքն ինձ էլ է հետաքրքիր այս ճանապարհը, որ ես ավելի առաջ եմ գնում, ավելի այդ բացահայտումը, որ ես բացահայտում եմ իմ մարմինը, իմ միտքը ինչեր կարա անի, դա ուղղակի հրաշք է։ Հա, այդ առումով ու ես ուզում եմ, որ բոլոր կանայք, որովհետև իրոք կնոջ ուժը շատ մեծ է, կինը այդ ուժը պետք է իր մեջ գտնի, մենք բոլորս կարող ենք, երբ որ ինձ այդ արտահայտությունը ասում են, ոյ Ինեսա ջան, ես չեմ կարող, ասում կարող ենք, մենք բոլորս այսօր չենք կարողանում, վաղը միանշանակ կարողանալու ենք ամեն ինչ։ Կարևորը քո միտքը, դու հավատաս, որ դու, եթե դու անդադ քեզ ասես ես չեմ կարա, ես то есть այն որ տենց արտահայտություն կա, չէ, ոչինչ չի փոխվում, եթե ոչինչ չի փոխվում։ Եթե դու անդադ քեզ ասես ես չեմ կարա, իմ մոտ չի ստացի, բնականաբար չի ստացի, բայց մենք բոլորս կարանք շատ ավելի ինչը որ պատկերացնում ենք։ Վստահ եմ, այդպես է։ Սոն, իսկ օրինակ որ համաշխարհային աստղերից ով է քեզ տենց հիացնում, նո, արի ասենք ֆիզիկական ոնց որ տեսք է, ասենք, քանի որ քո համար դա շատ առաջնային է, որ դու օրինակ միշտ երազել ես, այ ոնց կուզեմ իրա նման լինեմ, ով է եղել դա։ Ինձ գիտես այս հարցս ընթացքում իմ կյանքի մի քանի անգամ հարցրել են տարբեր ֆորմատներով, բայց իմ պատասխանը միշտ նույնն է մնացել, որ կան շատ սիրուն աղջիկներ, մոդելներ եւ հայ եւ արտասահմանից, բայց մեկը ամենասիրուն մոդելը, որին ես ուզում եմ հասնեմ, այդ իմ
վաղվա օրվա ավելի սիրուն լինելն է ու հատկապես իմ կառուցվածքը, որ ամեն օր բարելավի։ Ես չեմ ուզում ոչ մեկին նմանվեմ, որովհետև վստահ գիտեմ, որ ամեն մարդ ինքը իր ձևով է գեղեցիկ ու մեկը մյուսին նմանվելով ոնց որ աշխարհը բոլորը նույնը կլինեն։ Շատ ապրես, շատ դուրս եկավ պատասխանը։ Ինչի ես հարցը տվեցի, հենց ուզում եի տանել ես դրան, որ ասի մի երազեք այդ մարդկանց նման լինել, որովհետև դա երազանք չի, դա քայլ առ քայլ ձեր արած կարգապահ ձեր աշխատանքն է, ձեր վրա արված աշխատանքն է, որին դուք կարող եք հասնել, դա համար մի երազեք այդ կանանց մասին, հավատացեք, մենք բոլորս այդ կանանցից ոչ մի բանով պակաս չենք։ Հաստատ, միանշանակ։ Մեկ էլ ինձ օրինակ, գիտես, շատ էլի ընկերներ, ծանոթներ ասում են, այս վարժություն, այդ մկանը ոնց ես աշխատացնում, որ օրինակ այդ արդյունքին ես հասնում։ Ես բոլորին ոնց որ փորձում եմ բացատրեմ, որ նույն իհարկե դա տարիներով այդ իմ ուսումնասիրելով ես շատ եմ կարդացել, ուսումնասիրել, վիդեոներ եմ նայել, ինչն է իմ մոտ լավ ստացվում, ինչն եմ, ես տեխնիկապես ճիշտ կամ սխալ անում, բայց մի հատ բան եմ հասկացել, որ նույն վարժությունը տարբեր մարդկանց վրա ամեն մեկը տարբեր ձևով կարա այդ զգա։ Ու մի օր ես կարամ այդ մկանը ընդհանրապես չզգամ, բայց երբեք չեմ մտածի, որ վայ ես արդյունքի չեմ հասնի, որտեվ հաջորդ պարապմունքին ես ավելի ուժեղ կսկսեմ զգալ։ Դրա համար ասենց իմ խոսքը երևի խնդրանքը կամ ցանկությունը բոլոր աղջիկներին, որ պետք չի նախ իրար նմանվել ոչ մի ձևով, ոչ արտաքնապես, ոչ ներքին ձևով, դե հատկապես, բայց հատկապես պիլատեսի մեջ մի փորձեք նայել, որ վայ այն մեկը անում է, արագ ես էլ փորձեմ անեմ, որտեվ մեկը կարող է քեզնից այդ օրը մի քիչ ավելի ուժեղ է, բայց հաջորդ օրը դու իրանից ավելի ուժեղ լինես ու պետք չի մրցակցության մեջ մտնել քո մարմնի հետ ու կողքի ինչ որ մարդկանց հետ։ Դրա համար եթե այս պահին ձեզ sense ներդաշնակա այս վարժությունը sense անելով տենց արեք, հետո մի քիչ արդեն կդժվարացնեք, բայց հեշտին երբեք երկար պետք չի մնալ։ Այո, իրական սկսնակները, որ գալիս են ու ինձ այդ հարց տալիս են, իսո Ջոնիսկի մոտ կստացվի, բնակ ես միշտ են առաջ օրը բոլորին ասում եմ, որ հանկարծ sense չկոտրվեն, էլի, որ նորմալ է, իմ մոտ էլ է, դա ինձ է միշտ օրինակ, իմ մոտ էլ է տենց եղել առաջի օրը ու միշտ ես հենց այդ նույն ձև ասում եմ, որ երկրորդ դասին դուք ուրիշ ձև եք զգալու, երրորդը մի նայեք կողքիններին, դու շատ ճիշտ այդ ամեն ինչը նկարագրում ես, մի նայեք կողքիններին, որովհետև նախ ֆիզիոլոգիչսկի բոլոր մարդիկ տարբեր են, չգիտեմ, ողնաշարը տարբեր է, մեկը խնդիր ունի, մեկը խնդիր չունի, ու իսկապես ամեն մարդ պետքա ինքը իր այսօրվա արածը համատի վաղվա, նույնիսկ այդ արտահայտություններն եմ ես միշտ ասում եմ դուք արեք այսօրվա դրությամբ ձեր ամենալավ տարբերակը, վաղը այդ տարբերակը միանշանակ ուրիշ է լինելու, մի տարի հետո դու գիտես կան վարժություններ, որոնք ես միշտ շեշտում եմ, որ վարժություն կա մի տարվա փորձ է ուզում, որ քո մոտ ստացվի, ու դաժե կարող է քեզ այսօր թվա, վայ ես արդեն ինչ լավ եմ անում, հավատա մի քանի ամիս հետո դու կտեսնես, դու իրան ավելի լավ անելուց բացի դու ուրիշ ձև ես զգում, դու իսկապես զգում ես այդ գիտակցում ես արդեն դա ինչի համար արվեց, որտեվ ամեն վարժությունը իր նպատակ ունի, իր իմաստ ունի, ոչ մի շարժում պիլատեսում, հատկապես այն դպրոցը, որը մենք ենք անցնում, մեր դպրոցը գիտականորեն ապացուցված է ցանկացած շարժում, ոչ մի շարժում հենց այնպես չի արվում, ամեն շարժումը ունի իր նպատակը, իր իմաստը, իր տեխնիկան, իր շնչառությունը, գիտես ինչն է մեր մոտ բոլոր հարցերի մի պատասխանը միշտ վերապատրաստումներին, երբ որ մասնագետները կամ հատկապես սկսնակ մարզիչները միշտ հարցեր են տալի, գիտեք, իսկ այս մարդը այս խնդիր ունի, այս խնդրի դեպքում ինչ է, իսկ եթե այդ բոլոր հարցերի պատասխանը մեր դպրոցը, քանի որ ամերիկյան դպրոցը անգլերեն ասեմ, մի պատասխան անում more practice։ Всё, մի հատ պատասխան է։ Եթե մենք այս մեր 12 բլոկանոց համակարգը է մեր դպրոցում, բոլոր պատասխանները դա 12 բլոկանոց համակարգան արեք պրակտիկա, всё։ Ու այդ ամեն ինչը արդեն իր պատասխանը գտնում է։ Ես մինչև հիմա այդ պրակտիկայի մեջ եմ, ինձ թվում է, ու ինձ թվում է սա ամբողջ կյանքս եթե գամ, ես այդ դրա մեջ եմ լինելու, որտեվ ինչ որ վարժություն, որը սկզբում իմ մոտ ստացվում է, կարող հիմա ասենք մի քիչ չստացվի, հետո վաղը ավելի լավ ստացվի, այսինքն անընդհատ դու այդ ու կարա հետո ավելի դժվար ստացվի, այսինքն որտեվ դու ավելի ճիշտ արեցիր, ավելի լավ զգացիր։ Իսկ ո՞ւմ մենք մի տարի հետո կարանք նորից հարցազրույցություն, ու ես վստահ եմ, դու այնքան նոր բաներից ես խոսալու, այնքան ես նոր զգացողություններ, այնքան ասելու ես մի տարի առաջ սենց ա եղել, մյուս տարի
հետը ես շատ ուրախ եմ Սոն, շատ արագ անցավ մեր հարցազրույցը, շատ հետաքրքիր էր, շատ շնորհակալ եմ հրավերքը ընդունելու համար։ Ես հույսով եմ, որ այս մեր միամսյակի շրջանակներում մենք կոգեշնչենք, ուժ կտանք։ Ես ինքս իմ ամեն օրվա աշխատանքով փորձում եմ բոլոր կանայց ուժ տալ, մոտիվացնել, իմ էներգիայով ինչքան կարամ վարակեմ իրանց, ու ես վստահ եմ շատերին դա անում եմ։ Ես Շատ լավ է դա գիտեմ, որ այո, գիտեմ, որ շատ շատերը սիրում եք պիլատեսը հենց իմ արած աշխատանքի շնորհիվ, ինչի համար ես շատ շնորհակալ եմ, այսինքն ես հասկանում եմ, որ իզուր չէ այս ամեն ինչը արվում։ Ճիշտ է, ես ինքս իմ համար եմ առաջին հերթին սկսել պիլատեսը, երբ որ ես ընտրեցի, ես իմ մասին էի մտածում, ես մտածեցի, որ ես առողջ լինեմ, ես լավ լինեմ, բայց այս լավ բանը չփոխանցել ձեզ, որ մեր Հայաստանում չզարգանա ու բոլոր կանայք այս ամեն ինչը զգան, որովհետև ես միշտ շեշտում եմ, կնոջ բարեկեցիկ կյանքը շատ կարևոր է։ Եթե կինը բարեկեցիկ է, իր ընտանիքը բարեկեցիկ է, ազգը բարեկեցիկ է։ Всё, Հայաստանը ծաղկում է մեր շնորհիվ։ Մերսի Սոն ջան։ Ես եմ շատ շնորհակալ ու իմ ու վստահ եմ ստուդիայի շատ աղջիկների անունից ուզում եմ քեզ մերսի ասեմ նման հնարավորության համար, որ դու իրոք քո էներգիան ու քո փորձը անմնացորդ ձևով ամեն պարապմունքին փոխանցում ես մեզ ու ամեն օր մեզ սարքում ես ավելի լավը։ Շատ մերսի։ Հիշեք, որ պիլատեսը բոլորի համար է։ Սկսեք 15 տարեկանում, 20 տարեկանում, 30 տարեկանում, կարևոր չէ, կարևորը սկսեք։ Իսկ ես սիրով կսպասեմ ձեզ մեր ակումբում։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք ել ավելի հետաքրքիր հարցազրույցները։